վերջին շրջանում, երբ դու անընդհատ շփվում ես քո վստահորդի հետ, դու ավելի պատկերավոր ես տեսնում, թե ինչ կարգի խայտառակ վիճակի մեջ է գտնվում քո հայրենիքը, քո մարդկային հարաբերությունները, բոլոր նրանք, ովքեր այսօր պաշտոն ունեն, բայց իրենց տեղը այդ պաշտոնի համար ոնց են դողում, այն ինչպես են փորձում քնությունը, այսպես ասած, հանձնել իրենց վերադասների նկատմամբ, ամեն ինչ անել, թեկուզ մարդու կյանքի գնով։ Դուք պատկերացնում եք, մենք ինչպիսի խայտառակ մարդկային հարաբերություններ ունենք։ Ամեն ինչից վեր է իրենց պաշտոնը, իրենց այդ ճղճիմ ստացած գումարները, ամեն ինչից վեր է։ Սա Ստեփան Սամվելյանի մասով, եւ ես ուզում եմ նաեւ ձեզ տեղեկություններ հայտնել բժշկական ոլորտում եւս մի դեպքի հետ կապված։ Ուրեմն այդ դեպքը վերաբերում է մի բժշկի, ով իրավունք չի ունեցել ըստ էության զբաղվել վիրահատություններով, պարզվում է նա ունեցել է ոչ թե իրական դիպլոմ, այլ կեղծ դիպլոմ, օգտագործել է կեղծ փաստաթղթեր, կատարել է վիրահատություններ, որի հետևանքով մարդկանց հասցվել է մահ։ Այս անձի վերաբերյալ կատարվել է քննություն, իմ կողմից կատարվել են հարցումներ եւ հարցման ի պատասխան ես ստացել եմ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից պաշտոնական տեղեկանք, որ ի պատասխան ձեր հարցման հայտնում ենք, որ Լևոն Աշոտի Արամյանի հավաստագիրը այլևս անվավեր է, քանի որ նրա դիպլոմը եղել է կեղծ։ Այս պատասխանից հետո ես համոզված լինելով, որ այլևս Լևոն Աշոտի Արամյանը, ով զբաղվել է Հայաստանի Հանրապետությունում վիրաբուժությամբ, այլևս հնարավորություն չի ունենալու զբաղվել նման գործունեությամբ, հետևաբար ես ենթադրել եմ, որ եթե ինձ պաշտոնապես Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է նման տեղեկատվություն, ապա այս տեղեկատվությունը առնվազն փոխանցվում է նաև Հայաստանի Հանրապետությունում գործող հիվանդանոցներին եւ նաև իրավապահ մարմիններին։ Պարզվում է ոչ, այդպես չէ։ Եվ այս մարդը էլի շարունակում է իր գործունեությունը, այս անգամ իր գործունեությունը իրականացնում է Բեգլարյան բժշկական կենտրոնում։ Գնում եմ Բեգլարյան բժշկական կենտրոն, ասում եմ այս անձը այստեղ աշխատում է, ասում են այո։ Լևոն Աշոտի Արամյանը այս պահին իրականացնում է վիրահատություն, վիրահատությունը տևելու է բավական երկար, դուք իրեն չեք կարող հանդիպել, բայց եթե դուք ուզում եք կարող եք կապ հաստատել իր օգնականի հետ, WhatsApp-ով այս հեռախոսահամարով եւ պայմանավորվել։ Օգնականի անունն են հնչեցնում։ Ասում եմ շատ լավ, համարն էլ փոխանցում են։ Ես ուզում եմ հանդիպել Բեգլարյան բժշկական կենտրոնի տնօրինության հետ։ Ասում են լավ, հեսա մենք փորձենք այդ հանդիպումը ձեր կազմակերպել։ Մի աշխատակից ընդունարանի գնում է ինչ-որ մի աշխատասենյակ, հետ է վերադառնում, ասում են նման հանդիպում հնարավոր չէ կազմակերպել, մեր տնօրինությունը ձեր հետ չի կարող հիմա խոսել։ Ասեցի, լավ, մեկ է մոտենում է մի տիկին։ Անունը Արմին է։ Տիկինը ներկայանում է որպես Բեգլարյան բժշկական կենտրոնի գիտական ղեկավար եւ ասում է, այո, Լևոն Աշոտի Արամյանը այստեղ է աշխատում, նա օրինական է այստեղ աշխատում, վիրահատություն է անում, վիրահատությունը ուշ կավարտվի եւ իրենք ունեն բոլոր լիցենզիաները այդպիսի վիրահատություններ անելու համար եւ այլն եւ այլն։ Դուք պատկերացնում եք, առողջապահության նախարարությունը ինձ պատասխանում է, որ ոչ Լևոն Աշոտի Արամյանի թիվ այսինչ հավաստագիրը, լիցենզիան այլևս անվավեր է, քանի որ նրա դիպլոմը եղել է կեղծ, բայց դրանից հետո մի քանի օր անց ես տեղեկանում եմ, որ Լևոն Աշոտի Արամյանը շարունակում է իր գործունեությունը որտեղ Բեգլարյան բժշկական կենտրոնում։ Հիմա ոնց կարող ենք մենք հավատալ առողջապահության նախարար Տիկին Ավանեսյան ձեր գրությանը եւ մեր տեսածին, այսինքն այս երկու իրարամերժ փաստերը, որն է սրանցից ճիշտ, կամ Լևոն Աշոտի Արամյանը
անվավեր դիպլոմ, անվավեր հավաստագիր չունի, դուք ինձ ստել եք, նման պատասխան եք տրամադրել, կամ ստելով թույլ եք տվել, որպեսզի նա աշխատի Բեգլարյան բժշկական կենտրոնում, կամ Բեգլարյան բժշկական կենտրոնը շրջանցելով օրենքի պահանջները ընդունել է մի մարդու աշխատանքի, որը չունի լիցենզիա։ Հիմա որ մեկն է ստեղ ճիշտ։ Հարգելի իրավապահ մարմինների աշխատակիցներ, հարգելի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, ես հիմա հավատամ, որ այս մարդը ձեր կիլերն է, այս կերպ եք մարդկանց հիմա սպանում, կանչում եք մեկին, ով չունի նման իրավունքներ կատարելու վիրաբուժական գործունեություն, հրավիրում եք վիրաբույժ, մարդկանց եք սպանում, հիմա այս արդեն այդ բակարդակի եք հասել, հա, մարդկանց սպանության հարցում։ Ես այլ բացատրություն չունեմ։ Ես դիմել եմ ազգային անվտանգության ծառայության տնտեսական գծով այդ ղեկավար կազմին։ Դուք եք հայտնաբերել բավականին փաստեր կապված այս ոլորտում խայտառակության հետ։ Դուք եք հայտնաբերել։ Ես ձեզ դիմել եմ, դուք իմ նամակներս, բողոքներս, միջնորդություններս, հաղորդումներս ուղղորդում եք այլ մարմիններին եք ուղարկում։ Հիմա հարց եմ ձեզ տալիս։ Այդ որ ուղարկում եք, ես հիմա կարող եմ համոզված լինել, որ այս սպանություն կատարողները ձեր կողմից են հովանավորվում։ Այսինքն ազգային անվտանգության ծառայությունը հովանավորում է սպանություն կատարողներին։ Այլ կերպ ես չեմ կարող բացատրել։ Այլ կերպ բացատրություն այս ամենին չկա, որովհետև ցանկացած մարդ, եթե հանդիպում է նման հաղորդմանը, ինքը արդեն պետք է մտածի հաջորդ քայլի մասին, իսկ իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղղակի պարտականության մեջ եմ մտնում, արձագանքել այս փաստերին, դեպքերին, իրադարձություններին, որը չի կատարվել առ այսօր։ Հիմա այսօր առավոտ նորից ուղարկում եմ դիմում բողոք պահանջ ում։ Բացի իրավապահ մարմիններից, նորից Տիկին Ավանեսյանին եմ ուղարկում եւ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին, կառավարությանը առընթեր։ Առողջապահության նախարարությունից ինձ գալիս է պատասխան, որ Տիկին Փոստանջան, մենք հիմա ստուգում ենք Լևոն Աշոտի Արամյանի վերաբերյալ բոլոր իր որակավորումների վերաբերյալ փաստաթղթերը։ Չհասկացա, այս նոր եք ստուգում։ Բա որ ստուգել էիք, ինձ պատասխանել էիք, իմ դիմումի հիման վրա էիք, բա որ ես ձեզանից ուզում էի բոլոր հիմքերը, այդ հավաստագիր տրամադրելու հետ կապված, բա որ ես ձեզանից ուզում էի Ուիգմորի լիցենզիայի հիմքում ընկած փաստաթղթերը, որը դուք ասում էիք առևտրային գաղտնիք է, այս դեպքում ինձ ասեցիք, որ սա անձնական տվյալներ են, հիմա կարող եմ ես համոզվել, որ դուք էլ եք հովանավորների մեջ, այսինքն դուք ամենաբարձր մակարդակում Հայաստանի Հանրապետությունում հովանավորվում են սպանությունները, ես այլ կերպ չեմ կարող բացատրել ձեր գործունեությունը, ինչ է նշանակում, մարդը չունի դիպլոմ, ստանում է հավաստագիր, մարդուն հայտնաբերվում է, որ դիպլոմը կեղծ է, հավաստագիրը ճանաչվում է անվավեր, բայց տրվում է էլի աշխատանքի իրավունք, նորից կատարելու վիրահատություններ, ում եք հիմա պատրաստվում սպանել, կբացատրեք, գոնե մարդիկ չգնան այլևս այդ քայլին, ում եք պատրաստվում սպանել, հայտարարեք, հարգելի հայրենակիցներ, երբ դուք դիմում եք վիրաբույժներին, հատկապես այդ փոքր հիվանդանոցների վիրաբույժներին, ովքեր չունեն հագեցվածություն, այնպիսի հիվանդանոցներ են, որ չունեն հագեցվածություն, անպայման ստուգեք, ովքեր են այնտեղ բժիշկները եւ վիրաբույժները, ովքեր ձեր նկատմամբ պետք է կատարեն միջամտություն։ Բացի այդ, պահանջեք, ստացեք ձեր վիրահատության վերաբերյալ համաձայնագիրը եւ բացատրությունը, թե ինչ կարող է ձեզ սպառնալ
այդ վիրահատության հետևանքով, հատկապես երբ ձեր վիրահատությունները պլանային են, այլ ոչ թե անհրաժեշտ կյանքի ցուցումով։ Սա իմ խորհուրդն է բոլոր նրանց, ովքեր կառնչվեն այսօրվա դրությամբ մեր առողջապահական կազմակերպությունների հետ եւ առողջապահության նախարարության հետ։